Հարգելի ունկնդիրներ, ես ցանկանում եմ մի քիչ պատմել շատ կարճ gettingout.com էջի մասին, որի մասին դրել եմ տեսահոլովակ 1 օր առաջ պրեզենտացիա, բայց միգուցե խոսելով ավելի լավ բացատրվի, այդ կայքը նրա համար է, որ կապ հաստատվի Վարդանի հետ հեռախոսազանգերով կամ հաղորդագրություններով։ Դրանք կարող են անել Ամերիկայում գտնվող հայերը։ Ուրեմն, ինստրուկցիան, ինչպես է դա արվում։ Մտնում եք այդ էջը, էջի անունը ինչպես տեսնում եք կա տեսահոլովակի տակ։ Մուտքագրվում եք, ռեգիստրացիա, այսինքն արձանագրվում եք, տալով ձեր հասցեն, ստեղծում եք հաշիվ, ձեր էլեկտրոնային հասցեն եք գրում, ինչպես ցանկացած կայքում, որտեղ արձանագրվում եք, պահանջում է ձեր էլեկտրոնային հասցեն, գաղտնաբառը, այդպես եք արձանագրվում։ Որպեսզի կապ հաստատեք Վարդանի հետ, անցեք այն բաժիններին, որտեղ կարող եք հաղորդակցվել նրա հետ, դա կարող է կոչվել կապ կամ ծառայություններ բաժին, ընտրեք վճարման տարբերակը, այն մեթոդը, որը որ նախընտրում եք, դա կարող է լինել PayPal, credit card, debit card և այլ վճարային համակարգեր, որ ձեզ կառաջադրվի։ Տարբեր տեսակի տարբերակներ կան էջում։ Հետո կարող եք ուղարկել հաղորդագրություն կամ հարցում։ Վճարումից հետո հնարավոր է, որ կարող եք ուղարկել ուղիղ հաղորդագրություն Վարդանին կամ պատվիրել հանդիպում համակարգի միջոցով։ Հաստատել, եթե ձեզ մոտ ստանում եք ձեր էլեկտրոնային պոչտայում հաստատել, verification, ոչինչ մի բաց թողեք, ստուգեք տվյալները և հաստատեք ձեր հարցումը։ Ինչպես է աշխատում Gettingout կայքը, ինչպես վճարել, խոսել։ Վճարման հաստատում։ Եթե ինչ-որ մեկը գումար է ուղարկում, այն ավելացվում է բանտարկյալի հաշվին։ Համակարգը ճանաչում է վճարումը և թույլատրում է բանտարկյալին կատարել զանգեր կամ միգուցե նաև տեսազանգեր։ Տեղեկատվություն բանտարկյալի համար։ Երբ վճարումը հաստատվում է, բանտարկյալը ծանոթացվում է, տեղեկացվում է, որ կա նման հաղորդակցության խնդրանք։ Նա կարող է օգտագործել իր հաշիվը, զանգահարել այն անձին, ով որ վճարել է, եթե ցանկանա իհարկե։ Որպեսզի բանտարկյալը զանգի այդ անձին, որի հեռախոսի համարը չի երևում, որպեսզի դա կայանա այդ զանգը, համակարգը կճանաչի վճարող անձի տվյալները և թույլ կտա զանգել։ Ինչ է բանտի կիոսկը, Jail kiosk։ Բանտի կիոսկը ինքնասպասարկման մեքենա է, որը տեղադրված է բանտերում և թույլ է տալիս բանտարկյալներին օգտվել որոշակի ծառայություններից, օրինակ, գործընկերներին, ընտանիքի անդամներին, հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ ուղարկել։ Այնտեղ նա կարող է ծանոթանալ իր հաշվի մնացորդի հետ և կատարել հեռախոսազանգեր, եթե կա բավական գումար։ Իսկ եթե դուք վճարում եք, միայն ձեզ է կարողանում զանգել։ Ձեր վճարած գումարի սահմաններում, ինչքան որ թույլատրվում է։ Այսպիսով, կան այլ ծառայություններ այդ կիոսկում, դուք ինքներդ ծանոթացեք այդ էջում, Gettingout։ Ինչպես կարող է բանտարկյալը զանգել մեկին, որի հեռախոսի համարը ինքը չի տեսնում կամ չգիտի։ Եթե ձեր հեռախոսի համարը իմանա, լավ, բայց եթե չգիտի, թե դուք ով եք, նման համակարգեր թույլ են տալիս զանգերի համար գրանցվել տվյալների բազա, որպեսզի նույնիսկ եթե հեռախոսահամարը չի երևում, համակարգը ճանաչի վճարողին։ Ակտիվ հաշիվը սովորաբար կապված է վճարող անձի հեռախոսահամարի հետ և համակարգը թույլ կտա զանգեր անելու այդ հեռախոսահամարով։
Արդյոք համակարգը աջակցում է միջազգային զանգերին։ Ավելի հաճախ այս համակարգերը աշխատում են միայն ԱՄՆ-ում գտնվող հեռախոսահամարների հետ։ Միջազգային զանգերը սովորաբար չեն աջակցվում անվտանգությունն ու վճարման պրոցեսների պատճառով։ Կարող են սահմանափակումներ լինել եւ այլն։ Մի խոսքով, նայեք, տեսեք, եթե ցանկանում եք, վճարեք, ինչպես ասում են, որ փող ես գցում, որ մեկը կարողանա ձեզ զանգի, նման մի բան է ստացվում, դուք լրացնում եք այդ հաշվի գումար, դնում եք գումար, եւ նա կարողանում է ձեզ հետ զանգել, խոսել ձեզ հետ, եւ կարող եք նույնիսկ հաղորդակ SMS ուղարկել, տեքստ, ձեր համարը կամ բան, բայց նա համակարգը կարող է գտնել ձեր հեռախոսի համարը եւ կապնվել։ Այդ ամեն ինչը երևի ավտոմատացված ձևով է լինում, ինքը հաստատ տեղյակ կլինի, թե դա ինչպես է արվում, եւ այդ կիոսկից, այդ հեռախոսախցից եւ այլը ինքը կարող է օգտվել տարբեր զանգերի համար եւ ստուգել իր հաշիվները, ուր կարող է զանգել եւ ում։ Կուզենայի ձեզ հարցնել, իմ ձայնը լավ է լսվում, թե ոչ, որովհետեւ ինձ պարզ չէ, ինչ որ մեկը գրել էր շատ վատ է լսվում ձեր ձայնը։ Խնդրում եմ, եթե նման բան կա, ինձ հաղորդեք, որ ես էլ իմանամ, ես կարող եմ վոլյումը բարձրացնել ձայնը, մինչև տեղադրելը կարող եմ ավելացնել ձայնի ուժեղությունը։ Իսկ եթե նման բան չկա, միայն այդ մեկն է բողոքում, կարող եմ խորհուրդ տալ նրան գնալ բժշկի եւ ստուգել իր ականջների լսողությունը եւ միգուցե ժամանակն է, որ կրի լսողության ապարատ, չգիտեմ։ Իսկ եթե բոլորդ էլ ասեք կամ շատերդ, որ իրոք լավ չի լսվում, շատ ցածր է ձայնը, դրանից է բողոքում տվյալ անձը, եթե ցածր է ձայնը, ասեք խնդրեմ, ես դա կուղղեմ։ Եվ այն մեկնաբանության մասին, որ ես ապա տեղեկատվություն եմ տարածում։ Այս վերջի վիդեոյի մեջ հոլովակի, ինչպես տեսակ, ընդհանրապես տեղեկատվություն չկա նորությունների մասին, լուրեր չկա։ Եթե լուրեր չկան, ապա ես ինչ տեղեկատվություն եմ տարածում։ Ապա տեղեկատվություն կլիներ այն, որ ես ինչ-որ սուտ լուրեր հորինեի եւ ձեզ դիզինֆորմացիա տարածեի, օրինակ, դա կլիներ։ Իմ ասածները միայն խորհուրդներ էր, այդ տվյալ կազմակերպությունները կան, թերթերը կան եւ այլը, այդ հասցեները, այդ հեռախոսահամարները եւ այլը, դրանք ինչպես կարող են ապատեղեկացնել ձեզ, եթե դրանք կան կայքերում, ես իզնից հո չեմ հորինում, դիզինֆորմացիա կլիներ, եթե ես նստեի պատմեի օրինակ մի դեպք, որ գոյություն չի ունեցել, ես իզնից եմ հորինում եւ ձեզ սխալ տեղեկություն տալիս, օրինակ, եթե ասեի, որ Փաշինյանին առևանգել են բաներ, ինչ է կոչվում, ինապլանետյանի այլ մոլորակայինները եւ մարդիկ են եղել, որ դա տեսել են եւ հաստատում են։ Դա արդեն կարող եք ինձ ասել, որ դա սխալ տեղեկատվություն է, ես ապակողնորոշում եմ ժողովրդին։ Իհարկե, եթե դուք որևիցե բան ասում եք, խնդրում եմ, բերեք փաստեր, ասեք այս ինչ տեղը, ապա տեղեկատվություն է։ Տրամաբանական ձևերով, փաստերով ինձ ցույց տվեք, որտեղ եմ ես սխալվում, եթե դա սխալ տեղեկատվություն է։ Այդքանը կասեի։ Ես թվում է այդպես ավելի լոգիկական եւ ճիշտ կլիներ, չէ՞։ Չի կարելի ամբողջ հաղորդմանը վերագրել այդպես սպիտակներ կպցնելով այդպես առանց որևիցե փաստերի, այդպես է կարել, որ մարդիկ այսքան պարակտվել են իրար սպիտակներ կպցնելով եւ լրացնելով իրար, վիրավորելով անտեղի։ Այդքան բան։
Մեկ հատ փոքրիկ հստակեցում եւս եւ վերջ։ Շատերի համար կարող է զարմանալի լինել, թե սյուրպրիզ լինել, թե ինչ ասեմ, միգուցե այդ մասին մտածել եք, չեք մտածել, չգիտեմ, վերջը չգիտեմ ինչպես դա կոչել։ Ես ձեզ կարող եի ասել հետևյալը. ավելի անկեղծ, ավելի պարզ եւ ավելի բաց, այսպես ասած, ձեզ բացատրել, որ ես երբեք եթե նույնիսկ ասեիք 10 օր առաջ, որ Սուզաննա եթե դուք գուշակ լինեիք, ասեիք Սուզաննա, ես նման բան եմ տեսնում, դուք 10 օր հետո կզբաղվեք ինչ-որ այսինչ մարդու գործով, օրինակ, Վարդանի անունը տային եւ այլը։ Ես գրաս կգայի նման մարդու հետ, որ նման բան չի կարող լինել։ Ես ինչ գործ ունեմ, ես ով նա ով, ընդհանրապես ես նրա հետ ոչ կապի մեջ եմ եղել, ոչ հեռախոսազանգի, ոչ իմեյլների փոխանակման, ոչ էլ մի բան։ Ես չէի տեսնի նման որևիցե ինչ պիտի լինի, որ ես ինչ-որ ձևի խառնվեմ կամ առնչություն ունենամ։ Ես լյուբոյ ցանկացած գումարով գրաս կգայի, որ նման բան չի կարող լինել, ինքս էլ չէի հավատա։ Դրա համար էլ ազատորեն կարող էի գրաս գալ։ Եթե մեկն էլ ասում էր դուք այն դոկտորն եք, որ իր հետ ինտերվյու էր անցկացնում, չէ, ես նա չեմ, ես չգիտեմ որի մասին եք խոսում, ում մասին եք ասում, ինչ որ մի կին ինտերվյու է անցկացրել Վարդանի հետ, ոչ, ես նա չեմ, եթե կա ինտերվյուն, բացեք նայեք, տեսեք, որ ձայնի տարբերություն, ընդհանրապես խոսալու առոգանությունը, դուք չեք նկատում, որ տարբեր է։ Ընդհանրապես ինձ համար իմ մեդիայի այս հարթակի անկախությունը շատ կարևոր է եւ ես երբեք չեմ ցանկացել լինել ինչ-որ կուսակցության խոսնակը, գովերք անողը, PR անողը եւ նրանց կանոններին ենթարկվողը։ Ինձ դա բոլորովին պետք չէ։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու եմ զբաղվում այս գործով, ես ձեզ կասեի, որ ինձ համար երկու տարբեր բան կա։ Վարդանի համար պայքարելը, ազատելը, որպեսզի արդարությունը հաղթի, ազատ խոսքը չվնասվի եւ նրա նման ազատ խոսացող մարդիկ չլռեցվեն եւ իզուր անտեղի պատիժներ չստանան անօրինական, անարդարացի ձևով, դա ինձ համար մեկ այլ խնդիր է։ Երկրորդը այն, որ ասում եք դո գվարչապետ, ես դա լրիվ ուրիշ խնդիր է ինձ համար, լրիվ երկու տարբեր բաներ են, ասեմ, որ հասկանաք իմ պոզիցիան։ Դո գվարչապետ, թե դո կուսակցությունը հաղթի ինչ-որ ընտրություններում եւ այլը, ես կասեի, ես նրանց ծրագրերին ծանոթ չեմ նայել, չեմ հետաքրքրվել, ես ինչպես կարող եմ ասել, այո, թող այդ կուսակցությունը հաղթի։ Միայն ու միայն Վարդանի պատճառով, ոչ ես չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել ասելով, մինչև չհետաքրքրվեմ եւ իմ կարծիքը ամրապնդեմ իմ մեջ, որ ինչու եմ ես դա ճիշտ համարում։ Նման հարցերով ես չեմ զբաղվել եւ պատկերացում անգամ չունեմ, լավ կլինի, վատ կլինի, ես ասացի, որ սա լրիվ ուրիշ հարց է ինձ համար։ Նայեք, նույնիսկ ես իր հաղորդումները մոտավորապես 23 թվականի ամառվանից գարնան վերջից մինչև 24 թվականի կեսերը երևի մի 5-10 հատ հաղորդում նայած լինեմ եւ դրանից հետո հաջորդ տարին էլ նույնքան։ Մինչև այդ ես հետևում էի իրեն 20 թվականից սկսած, բայց 22-ի կեսերին դադարեցրի այլ պատճառներով, կարիք չկա նկարագրելու ինչու, եւ բավականին մեծ ինֆորմացիա տեղակ չեմ ինչեր է ասել կամ ինչեր է բացահայտել, իհարկե դա լավ չի, բայց այդպես է ստացվել։ Ասեմ ինչպես եղավ, որ ես խառնվեցի այս գործին։
Ուրեմն ես լրիվ այլ բաներով հետաքրքրվող, այլ հետաքրքրություն ունեցող մարդ եմ, որ կան իմ հոբիին վերաբերվող ալիքներ, որ ես նայում եմ ինչ-որ spiritual զարգացման մասին եւ այլը, յոգաները կլինեն, այն մյուսը, ճամփորդությունները եւ այլը, դա կարեւոր չի հիմա։ Վերջը 26-ից առաջ նկատեցի, որ մի փոքրիկ, դե որ թերթում ես YouTube-ը, գալիս են նման բաներ, որ ուղակի վերնագրերն են աչքի ընկնում, նկատեցի, որ ինչ-որ հիվանդ է դոգը, Վարդանը, մտածեցի լավ, հիվանդ է, եթե կառողջանա մի քանի օրից, ում հետ չի պատահում, դրա մեջ ինչ կա զարմանալու, եւ 26-ին նորից թերթում էի, տեսա Էդգարի հաղորդումը։ Էդգարին էլ չէի այդքան ուժեղ հետևում, այսպես ասած, Պալյուբիցիլսկի մեկ կար, մեկ չկար, եւ այլը, իմ գործերից եւ այլ հարցերից կախված ժամանակից։ Բացեցի նայեցի, թե ինչ է ասում Էդգարը, ինչ նորություն կա։ Նայեմ տեսնեմ ձեր հարցումները Էդգարին, որ դոգնուր է, ուր է Վարդանը, կարող է այս է պատահել, կարող է այն։ Այդ ամեն ինչը գնում էր էկրանին եւ ես տեսնում էի։ Իմ ուշադրությունը դա գրավեց, որ շատ հարցեր կան նրա ուր լինելու մասին։ Ես ճիշտն ասած մի քիչ զարմացա, ինչու են մարդիկ այսքան անհանգստացած, եթե նա հիվանդ է եւ շուտով կառողջանա, չէ՞ որ լուրերը այդպես են։ Երբ որ տեսա դա շարունակվում է, մտածեցի, թե լավ, եթե մարդիկ կասկածում են, որ հիվանդ չի, նման կասկածներ են շրջվում, որպեսզի այս կասկածները փարատվեն, բերեք զանգեմ հիվանդանոցներ իմանամ, հիվանդ է թե ոչ։ Ու մնացածը դուք արդեն գիտեք իմ ամենաառաջի հոլովակից, թե ինչպես սկսեցին իմ զանգերը, դետեկտիվի աշխատանքը, իմ հետաքրքրությունից ելնելով եւ որպեսզի ձեր հարցերը փարատվեն, որտեղ լինելը։ Ու ամսի 27-ին, որ նորից Էդգարը ելույթ ունեցավ իր եթերում, ես հետևեցի նրան եւ տեսա, որ այո, որովհետեւ արդեն 26-ին թե 27-ին էր պարզվել էր, որ արդեն հիվանդանոցում չէ, բանտում չէ, իմիջիայլոց նկատեք, որ ես էի առաջինը, որ զանգեցի, չէ, այդ ամեն ինչը զանգերը արել եմ 27-ին։ 27-ին ես առաջինն եմ, որ եղել եմ, զանգել եմ Henderson Detention Center, բայց ինչու ինձ ասեցին, արդյոք շատ եմ մտածել այդ մասին, թե ինչու ասեցին ոչ, ամբողջ դատապասայում չկա։ Երբ որ մի քանի օր հետո ինչ որ մեկը սկրինշոտ դրեց իր անունասկանունով, որ գտել են, որ բանտում է, ես ուշադիր զում արեցի, նայեցի, տեսա, որ ազգանունը սխալ եմ ասել, G եւ H տառին նմանվող տառը անգլերենում դա դառնում է G։ Ես այդ երկու տառը իրար հետ եմ ասել, իսկ վերջում Յանը ասել եմ Y-ով, Y։ Փաստորեն, երևի իր անձնագիրը թարգմանվել է ռուսական անձնագրից եւ այնտեղ ոչ թե G է եղել, այլ G։ Հենց այդպես է թարգմանել են անգլերեն եւ իր ազգանվան առաջի տառը G է, ոչ թե G, H։ Իսկ վերջի տառը, այդ երրորդ վերջի տառը, ոչ թե Յան է, այլ այդ կետիկով I-A-N, այդպես է վերջանում։ Մի խոսքով, դա է եղել թյուրիմացությունը, ես չգիտեի, որ այդպես է վերջանում իր ազնագրի տվյալով, դրա համար էլ չգտանք, բայց ես առաջինն եմ զանգել հետաքրքրվել Henderson Detention Center։ Այսպես սկսվեց այս ամենը եւ տեսնելով, որ պետիցիայի կարիք կա, ես էլ ծանոթ էի, թե դա ինչ կայք է, որոշեցի քանց թե բացատրել ինչ որ մեկին, որ այսպես արա, այնպես արա, ինքս վերցրի նախաձեռնեցի եւ արեցի դա, որպեսզի ժամանակը խնայվի եւ ավելի արագ լինի։ Այսպես ամեն ինչը սկսվեց մի խոսքով։ Ինքս էլ, այսպես ասած, ինձ համար անակնկալ
այսպես խորացա այս գործի մեջ։ Եվ իհարկե ես չեմ փոշմանել, որովհետև սա մեր իշխանությունները պայքարում են մի մարդու դեմ, որը որ իրենց բոլոր սխալ արարքները մատնանշում էր, բացահայտում էր, ժողովրդին օգնում էր, եւ նման մարդը իհարկե պաշտպանության կարիք ունի, եւ դա նարդարացի կլինի, որ իշխանությունների պահանջով վնասվի, բանտարկվի եւ այլը եւ այլը եւ այլը։ Դա ես ճիշտ չեմ համարում, դրա համար էլ այսքան հետաքրքրված եմ եւ անում եմ այնինչ հնարավոր է նրա համար, որպեսզի դուրս գա։ Թող դուրս գա իր գործերով զբաղվի, իր կուսակցության գործերով զբաղվի, ես էլ իմ գործերով այդքան բան։ Իսկ սատարել իր կուսակցությանը, թե ոչ, թե ինչ-որ ընտրել վարչապետ լինել, չլինելը, դրանք լրիվ հեռու հարց են ինձ համար, նույնիսկ չեմ էլ մտածել այդ մասին։ Եթե դուք համոզված եք, որ նա է ամենալավ վարչապետը կարող է լինել, ողջունելի է, դուք ձեր ցանկությունները կատարեք, սատարեք, ձեր ձայները տվեք եւ այլը։ Իսկ ես իմ ձայնը, երբ որ արդեն ավելի շատ կծանոթանամ ամեն ինչին, նոր այն ժամանակ միգուցե բարձրաձայնեմ։ Իսկ հիմա ոչ։ Հիմա ես որպես մարդու, որը որ այս օգնության կարիքը ունի, չնայած չի խնդրել նա մեզնից ոչինչ, թե վերջում ճիշտ դուրս կգանք, սուտ դուրս կգանք, թե մեզ կզրպարտեն տարբեր բաներով, կասեն սխալ են արել, այս աղմուկը բարձրացնելը սխալ է, թե ինչ, վերջը ինչ ասես կարող է պատահել կյանքը, բայց ոչինչ, կապրենք, կտեսնենք, ես չեմ կարող նման ենթադրությունից ելնելով, վախենալով, ձեռքերս ծալել, նստել, որ ինչ ուզում է թող լինի, ոչ, իմ սկզբունքը դա ինձ թույլ չի տա, եւ ես հնարավորինը պիտի անեմ, որ իշխանությունների ուզածը չստացվի։ Ահա եւ պարզապացույց, որ նա քպեական չի, իշխանամետ չի, այս ձերբակալությունը ինձ պարզ դարձավ, ավելի հստակ դարձավ, ով է նա եւ ինչի համար է պայքարում։ Իսկ ես այդ մարդու կողքն եմ, այո, այսօր։ Վաղ սխալներ կգործի, ես իրեն կքննադատեմ, այնպես որ իմ անկախությունը ինձ համար կարևոր է եւ կմնամ որպես, այսպես ասած, անկախ հարթակ, ոչ մեկի նվագի տակ չեմ ապրելու, որովհետեւ ես չեմ ցանկանում ինձ օրենքներ թելադրեն, կանոններ թելադրեն, ես ուզում եմ պահպանել իմ ազատ խոսքը, որը որ ինձ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն, որ լսեցիք։ Շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, շնորհակալություն ձեր ընտիր լավ կոմենտների համար, բայց բերեք ձեզ այսպես էլ ասեմ, եթե նույնիսկ ոչ մի մարդ չսատարեր, չնարեր այս հոլովակները, ես էլին պետք է իմ գործն անեի, ինչ որ անում եմ հիմա, այնպես որ դա ինձ ետ չէր կանգնեցնելու, ես պայքարող մարդ եմ, հեշտ չեմ ընկճվում, հեշտ չեմ հանձնվում, մինչև վերջի ջանքերը չանես, ինչ իմանաս, թե արդյունքը ինչ կլինի, խորհուրդ եմ տալիս բոլորդ այդպես լինեք ամեն ինչում։ Իսկ եթե ցանկանում եք օրինակ իմանալ, թե ովքեր են ինձ դիտում, ինձ համար հետաքրքիր էր, գնացի YouTube-ի իմ գեոգրաֆիան նայելու, թե որտեղ են իմ աուդիենցիան լսարանի մարդիկ, որ երկրներում են գտնվում։ Քաղաքների անունը չեմ տա, իհարկե մարդկանց անունը չեմ տա, ուղղակի միգուցե ձեզ հետաքրքիր լինի, որտեղից են նայում իմ լսողները եւ ինչքան տոկոսով, չէ, տոկոսով չէ, քանակով։ Ուրեմն այս թվերը բերված են ամբողջ բոլոր վիդեոների դիտումից, բոլորը միասին մի խոսքով, total։ Քանակը մարդկանց, ովքեր դիտել են այն բոլոր վիդեոները, որ հիմա կան իմ
կայքում, ալիքում YouTube-ի։ Մինչև հիմա ընդհանուր գումարը Հայաստան 68000, են մյուս 3 թվերը չեմ ասի 905 օրինակ 416 եւ այլը։ Մենակ առաջինը կասեմ, այսինքն Հայաստան 68000, Ռուսաստան 16000, Ամերիկա 14000, Անգլիա 5700, վերջը Ֆրանսիա 4000, Գերմանիա 3000, Նիդերլանդներ, Հոլանդիա այսինքն 2000, Վրաստան 1000, Իսպանիա 1000, Բելգիա 1000, Ավստրալիա 825, Հունաստան 820, Չեխիա 810, Պոլշա 620, Ուկրաինա 404, Շվեդիա 365, Ավստրիա 357, Կանադա 353, Նորվեգիա 332, Դանիա 310, Հարավային Կորեա 227, այս մի երկիրը շատ ինձ զարմացրեց տեսնելը, չէի հավատում, որ այնտեղ էլ կան հայեր, որովհետև իմ հաղորդում հայերեն է, ուրիշով պիտի լսեր, կորեացիները չէին կարող հասկանալ։ Ղազախստան 181, Թուրքիա 180, Լատվիա 171, Բելարուսիա 169, Բուլղարիա 112, Արաբական Էմիրատներ 102, Շվեյցարիա 94, Իրան 83, Իտալիա 79, Փալաու 75, Ուզբեկստան 69, Արգենտինա 61, Իսրայել 44, Ճապոնիա, դա էլ էր զարմանալի 40, Լիտվանիա 35, Հնդկաստան, նորից զարմացա 27, Սերբիա 22, Իռլանդիա 11 և Սինգապուր 10։ Ահա թե սիրելիներս որտեղից եք դուք ինձ դիտում։ Շատ ուրախ եմ նոր բաժանորդներին, բաժանորդագրվողներին, բարի գալուստ այս ալիք, իսկ մնացածներին շնորհակալություն ձեր հետևելու, մշտական հետևելու բոլոր հոլովակներին, ձեր կամենտների համար շնորհակալություն և լայք տնելու համար։ Միասին մենք ուժեղ ենք, բոլորիդ ուժ եմ մաղթում, համբերություն, սադրանքների չտրվել, ով էլ կա այնտեղ վկա մարտի 17-ին, կապ չունի, վկան կարող է լինել թե մեղադրյալի կողմից, թե մեղադրվողի կողմից, այնպես որ դուք իրավունք չունեք ոչ մի վիրավորական կամ ֆիզիկական հարվածներ հասցնել տվյալ մարդուն, որ գալիս է դատարան։ Խնդրում եմ զսպած եղեք, ինչքան էլ որ շատ լինի ձեր զայրույթը, գիտենալով, որ կեղծ վկաներ կլինեն։ Այսպիսով, բարեկամներս, բոլորիս եմ հաջողություն մաղթում և տեսնենք, թե ինչ կլինի վաղը այդ